երեշից էլ սարսափելի եք լսում եք։ Դուք չպետք է ընտանիք ունենաք, Աննա Բագրատովնան հերին իրանք ուղղակի ափսոս են, որ ձեր հետ նույն հարկի տակ են ապրում, լսում եք։ Դուք պետք է միշտ մենակ մնաք, որ զգաք այդ մենակության գինը։ Վերջացրիր, Բալիկ ջան, կարամ ես էլ մի երկու բան ասեմ։ Դուք իրավունք չունեք ինձ տենց դիմելու։ Ինձ մենակ իմ ծնողները կարան տենց դիմեն, ովքեր ինձ մեծացրել են, ովքեր ինձ խնամել են, պահել են, ոչ թե դուք, որ թողել ինձ հեռացել եք, մենակ եք թողել։ Ուզես թե չուզես, ճակատագիրը արդեն մեզ իրար հետ կապել է։ Ես հրաժարվում եմ հենց այդ ճակատագրից։ Լսում ես, ես հրաժարվում եմ այդ ճակատագրից, դու չես կարող ճակատագիրը լինես, չես Ախր նենց հարցերում ես պապային մեղադրում, որ դու ինքդ բացահայտ անում ես, բա։ Կներես բոլես, բայց ես չեմ հասկանում դու հիմա ինչ ես խոսում։ Պապան գոնե ազնիվ է, մամ։ Ցույց է տալիս այն ինչ որ իրականում կա։ Ուզում ես ասես ես կեղծավոր եմ։ Չէ, ուզում եմ ասել, որ դու երբեք չես խոսել նրա մասին, ինչի մասին իրոք ուզել ես խոսել։ Երբեք չես անել այն ինչը իրոք ուզեցել ես անել։ Գիտես հիմա նենց տպավորություն է, որ դու օտար մարդու մասին ես խոսում։ Դու այսքան տարի քո մորը չես հասցրել ճանաչել։ Բայց երևի իրոք չես հասցրել։ Չնայած ես քեզ դրանում չեմ մեղադրում, գուցե մեղավորը ես եմ։ Հասկացա։ Բան չկա ասելու, անցանք մեղադրանքներին։ Հիմա դու ինձնից ինչ ես ուզում։ Ես ընդամենը ուզում եմ, որ նախկին սիրուտ մոռանաս, մամ։ Ու ոտատակ չտաս հորս արածներն ու վերաբերմունքը։ Ես մոռացել եմ։ Ես իմ աչքով տեսա։ Մեր հանդիպումը պատահական էր, Վալես։ Բայց չես մտածում, որ 25 տարի հետո մենք գուցե իրար հետ դեռ չպարզված հարցեր ունենք։ Մամ կներես իհարկե, որ խառնվում եմ, բայց ինձ այդ չպարզված հարցերը չեն հետաքրքրում։ Հասկացի, եթե դու մինչև այսօր այդ մարդուց ինչ-որ պահանջ ունես, մինչև այսօր ինչ-որ չպարզված հարց ունեք, ուրեմն դու իրան սրտիցդ չես անել։ Լսի, ես իմ սկզբունքների համար անգամ պատրաստ եմ եղել խաչ քաշել իմ ազատության վրա։ Ինչ ես կարծում, այդքանից հետո ես կհրաժարվեմ իմ մտքից։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ եղավ։ Տարիների վեր հանգիստ ապրում էիր։ Ինչ եղավ, ինչի գժվեցիր, ինչի որոշեցիր վրեժ լուծել։ Չարաչար սխալվում ես։ Ես իմ հոգու խորքում միշտ էլ կռիվ եմ տվել հորս սպանողների հետ։ Բայց չեմ անցել գործի, որովհետև չեմ իմացել, թե այդ ում ձեռքի գործն է։ Ու ինչ ես կարծում։ Այդքանից հետո, որպես որդի, որպես տղա, այդքան իմանալով հանդերձ, ես պետք է իմ ձեռքերը ծալեմ ու հանգիստ նստեմ, ասես ոչինչ չի եղել։ Ու քիչ էլ չի մի հատ էլ հանդուրժեմ իմ թշնամու թորանը, ով իմ քրոջն է սիրում ու այդ քայլով ուզում է իմ քրոջ սիրտը գրավի։ Չէ, քեզ արդեն անհնար է դարձել ինչ-որ բան բացատրել։ Որովհետև քո բացատրածները տրամաբանությունից դուրս են։ Ինչ ես անում։ Հեռախոսը դին մի կողմ։ Մերին եմ զանգում։ Ուզում եմ ձեզ հաշտեցնեմ։ Ինչի մենք կռված ենք։ Անցած անգամ Մերին, որ եկավ մեր տուն, իմ աչքից չվերիպեց, որ դու իրեն չես հավանել։ Դե լավ, չափազանցնում ես։ Լավ էլի մամ։ Ես էլ հո քեզ լավ գիտեմ։ Ուղղակի դու Մերին չես ճանաչում։
որ իրան ճանաչես կհասկանաս ինչ լավ աղջիկ է։ Իսկ դրա համար հանդիպումներ պարտադիր են։ Ալո, Ինչ կա, ինչ ես անում։ ոչ մի հետաքրքիր բան։ Տրամադրություն չունես։ Ոչինչ կանցնի։ Ուրեմն ճիշտ ժամանակին էլ զանգել եմ։ Ես ու մամաս նստած ենք սրճարանում։ Կուզենանք, որ դու էլ միանաս մեզ։ Չէ, էլի արամ, թող մնա մի ուրիշ անգամ։ Ուրիշ անգամ չկա։ Սպասում ենք եւ վերջ։ Չէ, էլի իսկապես ես դեմքով գամ ինչ անեմ, գալ եմ թթված նստեմ։ Դեմքիդ փոփոխության հարցը թող ինձ վրա։ Հեսա հասցեն SMS կանեմ, սպասում ենք։ Ոնց որ չէր ուզում գալ, հա։ Չէ, կգա։ Իսկ եթե ես ու Հենրի երբևէ չհանդիպեինք, դու չէիր հետաքրքրվի, չէ ինձ նավ։ Որովհետև ես մեկ եմ քո համար։ Էլ ինչ կապի մասին ես խոսում։ Մենակ եմ, որ մեր երակներում նույն արյունն հոսում այդ հերիք չի։ Որովհետև այս կյանքում դրանից ավելի վեհ ու բարձր արժեքներ կան։ Ես շնորհակալ եմ քեզ։ Որ հենց իմ ծնողներին ես ինձ հանձնել։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ մայր կոչվածս ինքը գիտի իմ գոյության մասին։ Չնայած ինչ կարևոր է, կարևոր չի, որովհետև ես իմ կողքին այնպիսի մարդիկ ունեմ, ովքեր ինձ ընտանիք են տվել, անփոխարինելի մարդիկ են իրանք։ Դու հաստատ քո ոսկու մեջ թաղած հոգով չէիր կարա ինձ այդ ընտանիքը տայր։ Սիրում եմ քեզ համատում, որովհետև թշնամուս աղջիկն ես։ Բայց նաև Աննայից ես ծնվել ու փաստացի իմ քայլերի զոհն ես։ Ու քո այս տառապանքի համար բացարձակ մեղք չունես։ Չի պատասխանում։ Բա ինչ եք անելու։ Չգիտեմ, պատկերացում չունեմ։ Ախր ինչի ամեն ինչ քանդեցիք։ Ձեզ ով էր խնդրում, որ ճշմարտությունը պատմեցիք։ Մեզ համար հանգիստ խաղաղ ապրում էինք, էլի։ Ձայձավակ, վաղ թե ուշ իմանալու էր։ Ոչ, չէր իմանալու։ Այսքան տարի ապրում ենք չիմացավ։ Էլի չէր իմանալու, եթե չպատմեիր։ Քեզ ով էր խնդրում, որ պատմեցիր։ Ես իմ խոստումը պահել եմ ձայձավակ։ Մայրս ա ստիպված պատմել։ Այ մարդի, հիմա վիկային ինչ եմ ասելու, հա։ Ես ստեղ ոչ մի անելիք չունեմ։ Երբեք չփնտրես ինձ մոտ բերող ոչ մի ճանապարհ։ Որովհետև ես այդ ճանապարհները բոլորը արդեն կողպել եմ։
Այս հանդիպումը անխուսափելի էր։ Մեր հանդիպումն այս ձևաչափի մեջ առաջինն ու վերջինն էր։ Իսկ ես ցավակցում եմ, որ ես հրեշը հայրը տա։ Անգել, ես հասկանում եմ քո վիճակը, բայց խնդրում եմ։ Այդպես մի արտահայտվի հորս հասցեին։ Ֆայնա։ Թող խոսի սիրտը թեթևանա։ Իմ սիրտը թեթևանալու ձև կգտնի, մի անհանգստացեք։ Դուք ձեր խղճի ու հոգու ծանրության մասին մտածեք։ Իսկ դու շատ մի հպարտացի քո շախունց ազգանունով։ Իմ սիրելի քույրիկ։ Ոնց է իմացել, բակ։ Մորը թեթև ձեռքով։ Չգիտես, մերդ սիրում է, էլի։ Իրա շուրջ ցունամյանի ինքը հանգիստ նստի։ Բակ, բայց դուրս չեկա, ոնց խոսես քո հասցեին։ Դե լավ հա բալես։ Երեկվա երեխան է։ Նոր է իմացել։ Ես իրան հասկանում եմ։ Երանի հաշտու խաղաղ ընտանիք ունենայինք։ Միշտ երազել եմ դրա մասին։ Ես էլ։ Ճիշտ է, ես մամային անսահման սիրում եմ, բայց ինքը քեզ արժանի չի։ Ես շատ կուզեի, որ դու երջանիկ լինես, բա։ Ֆայնա, մորդ մասին ես խոսում։ Հասկանում եմ, բայց բոլորն էլ գիտեն, որ կյանքիս ամենակարևոր մարդը դու ես, բա։ Ու ես երբեք չեմ տեսել, որ մաման քեզ փոխադարձ սեր տա։ Զարմացնում ես, Ֆայնա։ Կարող եմ մորդ ու Սոսին իրար հետ ես տեսել։ Դրա համար ես սենց խոսում։ Չէ, ինչ Սոս։ Պարզ է։ Կար, ոնց եմ սիրում ես հրաշքայգին։ Բա ես քեզ վատտեղ կբերեմ։ Չէ, այդ կտրվածքով ես քեզնից գոհ եմ ապրես։ Չհասկացա։ Խի որ կտրվածքով ես դժգոհ։ Էլսի հերքալի բառերից կախվեց, ոչ մի կտրվածքով էլ դժգոհ չեմ, համել սուս։ Այստեղ հոգիս մի տեսակ հանգստանում է։ Այստեղի բնությունը, կենթանիները, բա ուտելիքները ինչ համով են, լրիվ հրաշք։ Հա, բայց չեմ կարում լիաթոք ուրախանամ։ Հենրին հետ լավ վիճակում չի։ Այն անգելնան էլ իմացել է, որ քուրի եղբայր են, ամեն ինչ լրիվ է իրար խառնվել։ Լսի, որ մարդու չես պատմել։ Ինչը։ Յանեչկա, մենք ինչից ենք խոսում, որ Հենրին ու Անգելնան քույրու եղբայր են։ Վայ, չէ կարող ում պիտի պատմեմ։ Վայ, բայց ոնց որ պատմել եմ, գիտես։ Լսի, քեզ մի բան վստահել չի լինում։ Քեզ այդքան էլ խնդրեցի, որ ոչ մեկի չհասես։ Լսի, կարո, խելոք մնա, կարողա գիտես գնացել հայտարարություն եմ արել, ընդամենը մի հոգու եմ ասել, լնել պատահաբար, բեցին եմ ասել։ Դե լավ էր էլի։ Ավակ, բայց այսօր ժամին ուրա գնացել Անգելինան, ինչի տանը չի։ Դե երևի մերի ինձ մոտ է, էլի։ Դե չեմ ուզում շատ ճաշում գործադրել։ Կարևոր այդ շախունցներից հեռու մնա։ Հա, կարևոր է։ Լավ որ կա, զանգ թողեք։ Անպայման, մի անհանգստացիր։ Ախր մինչև երբ պիտի խաբեմ կնոջս։
խելագարվի, եթե իմանա, որ ամեն ինչ բացահայտվել է։ Աղջիկ ջան, ինչի հեռախոսազանգերին չես պատասխանում։ Ախր խելագարվեցինք, է։ Ուր է իր անգել։ Գնացել էի հորդ հետ հանդիպման։ Բալես ինչի ես մեղվի բույնը փորփրում։ Չէ, ինչի։ Ուզում էի գոնե մի անգամ աչքերի մեջ նայի։ Ես խղճում եմ ձեզ, Հենրի։ Ուղղակի ահա որը մի անգամ լույս աշխարհ գալ ու իրա զավակը լինել։ Ավելին ասեմ, անեծքա։ Ես հասկանում եմ, որ դու շատ վատ վիճակում ես, բայց խնդրում եմ մի մոռացի, որ հորս մասին ես խոսում։ Ավելին ասեմ, քո հոր։ Իմ հայրը ինքն է, Հենրի։ Ես ուրիշ հայր չունեմ։ Իմ հայրը այն մարդն է, ով ինձ պահել ու մեծացրել է։ Ով լսել է իմ առաջին արտաբերած բառերը։ Ով ձեռքս բռնել է, որ ավելի ամուր քայլեմ։ Ով իր առողջության ու կյանքի գնով ինձ ուսման է տվել։ Հասկացար ով է իմ հայրը։ Բարև ձեզ։ Բարև Մերի ջան։ Բարև, ապրես կոլեկտոր։ Լավ ես։ Եթե կարելի է այդպես ասել, ուրեմն համ։ Բայց մի տեսակ ոնց որ տխուր ես։ Չէ, ընդհակառակը։ Սեմը վերջապես տաննա, ոնց կարող եմ տխուր լինել։ Ուղղակի ուրախությունից գլուխս եմ կորցրել։ Հեռախոսով որ հետս խոսացիր, ձայնդ այն չէր։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Սեմի հետ խնդիրներ կան, թե ամեն ինչ նորմալ է։ Չէ, ինչ խնդիրներ։ Վերջապես իրար տեսանք։ Դե լավ, հո իմ ներկայությամբ չի ասելու տխրության պատճառը։ Իմիջիայլոց ես կարող եմ գնալ, դուք շփվեք տղես։ Ոայ չէ, կարիք չկա գնալու։ Ուր ես գնում, մամ ջան։ Մերին հրավիրել եմ, որ շփվեք, մտերմանեք իրար հետ։ Լսում եմ։ Զանգել եմ ասեմ, որ հեռու մնաս ինձնից։ Հայտնվեցիր իմ կյանքում ամեն ինչ տակնու վրա արեցիր, որ ինչ։ Ուզում ես երեխեքս հիասթափվեն ինձնից։ Շունչ քաշի հասկանամ ինչի ես տագնապած։ Քո ներկայությունից եմ տագնապած սոս։ Հեռու մնա ինձնից։ Դուրս արի իմ կյանքից։ Հեռու եղին ինձ, ոնց որ այսքան տարի ես հեռու եղել։ Ես դուրս չեմ եկել, ինձ հարկադրաբար են հանել։ Հիմա արդեն կարևոր չի։ Ուշ է, հասկանում ես, ուշ։ Հիմա ամեն մեկս մեր ընտանիքներն ունենք ու մեր պարտավորությունները։ Ոչ ոք քեզ քո պարտավորություններից չի զրկում։
Այդ դեպքում ինչի ես անընդհատ իմ հետ հանդիպումներ փնտրում։ Դու հիմա քո կյանքը ունես, քո կինը ունես, քո երեխան ունես, իմ հետ ինչ գործ ունես։ Բան է։ Չէ, ինչ պետք է լինի։ Լավացես։ Չէ։ Բան է դեր խոսում, որ տաս խառնվեցիր իրար։ Լսի, ինչ ես ուզում։ Ուզում ես անպայման ես տանից արյան հոտ գա։ Դրան ես ձգտում։ Ինչ ես քիթդ խոտում միտեղ, որտեղ քոնը չի, ու արդեն շատ վաղուց։ Ուզում ես անպայման մարդասպանի պիտակ կրծնես ճակատիս։ Սխալ վարվեցի։ Այդ աղջիկն ինչով էր մեղավոր, որ տենց չորեցի։ Դե իմ անտաշ ռեժիմն էլ, որ միանում է թող ու փախի։ Պետք է մի բան մտածել։ Ինչ կարելի անել, հա? Մեղքերը քավելու համար։ Էլիզաբեթ։ Տեսնես ինչ նախասիրություններ ունես։ Լեմ իրապ է։ Անունդ նենց յուրահատուկ է, որ հաստատ քեզնից երկրորդը դժվար գտնվի։ Ասում էի, չէ, քեզ տեղ գտնելը մեկից մեկը։ Հիմա գնայինք։ Այ քեզ զուգադիպություն։ Վաղը ծնունդն է, ավելի լավ չէր էլ կարա լիներ։ Իսկական առիթ է նենց ներողություն խնդրելու, որ չզգացվի ներողությունը։ Ով կպատկերացներ։ Հիմա ամեն ինչ հասկանում եմ։ Թե ծնողներիս մտահոգությունը, թե Հենրիի ամեն գնով ինձնից խուսափելը։ Բոլորս այդ Միքայել Շախունցի զոհերն ենք։ Բոլորս։ Շնորհակալ եմ, պապ։ Մենք ենք շնորհակալ։ Բալես։ Էլ երբեք տենց կամոկացավ չասես այդ բառը։ Ես ձեր աղջիկն եմ ու դուք իմ ծնողներն եք։ Դուք եք ինձ մեծացրել, պահել, պապ, դուք եք մենակ իմ ընտանիքը, ուրիշ ոչ ոք։ Դու մեզ երկրորդ կյանք պարգևեցիր, Բալես։ Մենք ես նույնիսկ անգել անվանեցինք, այսինքն հրեշտակ։ Ես փոքր եմ եղել ու չեմ հիշում այդ ամեն ինչը։ Բայց այ դուք գիտակցաբար եք ամեն ինչ արել։ Եթե դուք չլինեիք իմ կյանքում, ես չգիտեմ հիմա որտեղ կլինեի։ Հաստատ չէի ուզի, որ շախունցները լինեին իմ ընտանիքը։ Ես չգիտեմ իմ մայրն ով է ու ինձ հետաքրքիրել չի։ Կարևորը, որ դուք գաք իմ կողքին։ Չես հանգստանում էլի։ Հոզորով չի։ Ես փորձում եմ ամեն ինչի վրա աչք փակեմ, չլսելու տամ, չտեսնելու տամ։ Ոչ մի բան չի անցնում։ Գիտես ինչի, որովհետև մարդավարի վերաբերմունք գնահատել չգիտես։
Քեզ ինչքան ցավացնում են, այդքան վազում ես քեզ ցավացնողների հետևից։ Գիտես, ես արդեն հասուն մարդ եմ ու վաղուց արդեն տղաների հետևից չեմ վազում։ Ես իմ ապրումները շատ խորն եմ թաղել ու կենտրոնացել եմ մենակ իմ երեխեքի վրա։ Ինձ բացի իմ երեխեքից ուրիշ ոչ մեկ չի հետաքրքրում։ Պարզ բացատրեցի, թե ուրիշ կերպ էլ բացատրեմ։ Վատ է էլի։ 25 տարի ամեն օր ու ամեն ինչ արել եմ, որ ուշադրության կենտրոնում լինեմ։ Էշ։ Գիտես ինչից է, որ հավատարմությունը այսօրվա իրականության մեջ տեղ չունի։ Դուք հանգիստ ոսել չգիտեք։ Անպայման իրար միս պետք է ուտեք, հա։ Ֆայնոն էր եկել մոտս, ասում էր, որ բաժանվեմ Աննայից։ Հիմա ես չեմ դու ես։ Ուրեմն մի պատճառ ունի, չէ՞ որ տես բան է ասում։ Մտածում ես։ Վստահ եմ։ Դուրը բաց է, ներս եկեք։ Էնով է իջել իրա գահից։ Ոնց է մեր նմաների հետ ներքևում։ Սենց է սկսել։ Բա ոնց ես ուզում սկսեի։ Հա? Կամ այդ ինչ ա եղել, որ հիշել ես Սեմ անունով մեկին էր ճանաչում։ Շատ սխալ պատկերացումներ ունես Սեմ։ Ես միշտ էլ հետաքրքրվել եմ։ Կարող ես Մերիից հարցնել։ Լսի, այդ ես պետք է զգայի քո ներկայությունը, ոչ թե Մերին։ Այդ ես էի բերդում իմ օրերը գլորում։ Կամ դու ոնց ես եկել ստեղ։ Չես վախենում, որ պապդ կիմանա ու քո համար շատ վատ կլինի։ Ես ոչ ոքից չեմ վախենում։ Բոլորդ էլ նույնն եք։ Հատկապես դու։ Ու ես չեմ ուզում, որ իմ թշնամու ընտանիքից ինչ-որ մեկ իմ բարեկամը լինի։ Հիմա ֆռում ես ու գնում ես։ Ոնց եկար, տենց էլ դուրս ես գալիս։ Գնա։ Այսօր ես սենց արագ-արագ գնում, են էլ առանց ծաղիկ։ Բա դու ինչ ես ճամփես գնում։ Մենակ թե չասես պատահական եկար։ Ես պատահականություններին չեմ հավատում։ Նույնն էլ քեզ եմ խորհուրդ տալիս։ Խորհուրդներդ վերցրու ու հեռու գնա։ Հեռու ինձնից ու Աննայից։ Բան չի փոխվել։ Մենք ենք փոխվել։ Հա, սկսել ենք ծանր շնչել։ Քաղաքի օդը շատ է կեղտոտվել։ Կեղտոտ մարդիկ շատ կան քաղաքում, դրանից է։ Ինչ ես ուզում։ Ինչ ես եկել։ Ապրում է իրելի քո համար։
Ինչ ես ընկել հետևիցդ։ Եկել եմ օգնելու, որ ով ինչ ցանել է հնձի։ Հունցքի ժամանակն է։ Բարի գործ ես։ Անմարիա։ Փաստորեն ես էս տանն էի երջանիկ։ Չէի զգում, բայց երջանիկ էի ու խաղաղ։ Բոլորը շախունցներից են բողոքում, բայց ոնց նայում եմ մենակ էս տանն են հասկանում ընտանիքն ինչ է։ Մենակ էս տանն են պայքարում հանուն ընտանիքի։ Անե։ Վաղուց ես այստեղ։ Եկել եմ ու չեմ կարողանում ներս մտնել։ Այս տանին սպասող չկա։ Մի րոպե, քեզ ինչ ա եղել։ Ինչ ես լացել, բալես։ Ես քեզանից ավելի լավ վիճակում չեմ անետ։ Ինչ ա եղել։ Չեմ ուզում ներս մտնեմ, որ մամային չտեսնեմ։ Չհասկացա։ Գժվել ես։ Ինչա նշանակում չեմ ուզում մամային տեսնեմ։ Աշխարհում Աննայիցս լավ մայր չկա։ Լավ էլի հորքուր։ Աննաս, Աննաս։ Ինձ դες մեկ ինչա թվում։ Լիլիթը լավ էլ ազնիվ կին է, առանց ավելորդ գաղտնիքների։ Իսկ մեր ընտանիքից ինչ է մնացել։ Մենակ անունը։ Կորել է հորքուր, բովանդակությունը վաղուց կորել է մեր ընտանիքի։ Մի ասա։ Ինչ լավ է, որ գոնե երեխեք եկան իմ կյանքում։ Թե չէ հիմա վաղուց արդեն խելագարվել էի կամ էլ հոգնած ու զզված վերջ էի տվել կյանքիս։ Բոլորն իրանց ցավային վզին են փաթաթում։ Իսկ ես գլուխս դնելու տեղ անգամ չունեմ։ Ու երբեք էլ չեմ ունեցել։ Բա ոնց լսելա, որ ազատության մեջ եմ հայտնվեց։ Գալացում էր թող բանտում գայր, թե պապիտ կաշիտ կքերթեր։ Սաղը դել նույն եք։ Հետո Հետո սենց հիմա էլ քեզ խմելուն ես տալու։ Էդ ես եմ որոշում, թե իմ կյանքը ոնց ապրեմ։ Լավ։ Իսկ ինչի համաձայն չես, որ իմ կյանքի համար էլ ես որոշումներ կայացնեմ։ Որովհետև քո որոշումները կործանարար են, ազնիվ չեն։ Այդ որ օրվանից սերը անազնիվ դարձավ։ Այն օրվանից, երբ սիրուն դառնություն խառնվեց։ Մեր հանդիպումներին իմաստ տալու համար կամ պետք է իրար խփենք կինոն պրծնի, կամ էլ Ես երրորդ տարբերակն ունեմ։ հնարավոր տարբերակներ միշտ էլ կան։ Բայց այս աշխարհը բաժանված է երկու մասի։ Լավ վատ, սև սպիտակ, ուժեղ թույլ։ Մաքուր կեղտոտ, հա՞։ Ինչ տարբերակ էլ փորձես գործի դնել։ Հիշի, որ ես իմ հարցերին արմատական լուծում եմ տալիս։ Զգուշ եղի։ Իմ համար քեզ վերացնելը մի վայրկյանի հարց է, բայց ես ձեռներս չեմ կեղտոտի։ Փողի համար մարդ խփողները քաղաքում արդեն վխտում են։ Բա ինչին ես սպասում։ Մտածում եմ ինչ կշահեմ։
Որ երեխեք։ Ոչ ոք այդքան չկա, որ ես իմ երեխեքի ճակատագիրը վտանգեմ։ Փոխվել ես։ Առաջվա պես չես վերլուծում։ Կարող ես վերլուծությունը տօգնի ես խաղի մեջ։ Հին Միքայելից էլ բան չի մնացել։ Տարիներին ծաղկել են։ Մնում է հասկանանք վերջում ով կհաղթի։ Երևի ամենաճարպիկը։